Գեղարքունիքի մարզային գրադարանը, որպես կրթական և մշակութային միջավայր, շարունակում է բարելավել սպասարկման պայմանները։ Փուլ առ փուլ վերանորոգվում և կահավորվում են գրադարանի բաժինները։ Ընթերցողներին արդեն նոր տեսքով ու թարմ շնչով է ներկայանում նաև սպասարկման բաժինը։ Գավառի համայնքապետարանի տրամադրած 1 միլիոն ընթացիկ դրամաշնորհի շրջանակում բաժինը ձևափոխվել է և վերանորոգվել, իսկ 5 միլիոն դրամ կապիտալ դրամաշնորհի շրջանակում կահավորում է իրականացվել գրադարանում։ Համայնքապետարանի տրամադրված դրամաշնորհի շրջանակում փոխվեցին գրադարանի բաժինների դռները։ Սպասարկման բաժինը ամբողջությամբ վերանորոգվեց և կահավորվեց նոր գրադարաններով։ Մեր ընթերցողները այսօր օգտվում են ժամանակակից և գեղեցիկ միջավայրից։ Նորոգված սրահը ոչ միայն բարելավել է ընթերցողների սպասարկման պայմանները, այլև նպաստում է գրքասեր հասարակության ձևավորմանը, կրթության և մշակույթի զարգացմանը։ Կարծում եմ, սա շատ նաև գրավիչ պայման է, որպեսզի ընթերցողները բոլոր տարիքից սկսած պատանի մինչև ավագ տարիքի ներկայացուցիչներ այստեղ ոչ միայն գտնեն իրենց պահանջված գրականություն, այլ նաև իրենք ավելի արժևորված գան, ավելի հաճելի միջավայրում սպասարկվեն։ 5 միլիոնի շրջանակում գրադարանի բոլոր բաժինների դռները փոխարինվել են նոր շարժական դռներով։ Սպասարկման և մատենագիտական ու մեթոդական աշխատանքների բաժինները կահավորվել են դարակաշարերով, ձեռք է բերվել շարժական 2 գրադարակ։ Աշխատանքային պայմանները հարմարեցնել այն նոր մոտեցումներին և առաջնահերթություններին, որոնք սահմանել է գրադարանը և որոնցով առաջ է շարժվում։ Մարզային գրադարանի տնօրենի կողմից համայնքապետարանին ներկայացված այս հանգամանքն է կարևորվել։ Համայնքի ղեկավարի անմիջական հանձնարարությամբ արդեն 2-րդ տարին է մարզային գրադարանին տրամադրվում է կապիտալ դրամաշնորհ։ Սա իհարկե առաջին հերթին խոսում է այն մասին, որ մենք ցանկանում ենք, որպեսզի բարենպաստ պայմաններ լինեն ոչ միայն համայնքապատկան կազմակերպություններում, այլ այն կազմակերպություններում, որոնք շահագրգռված են, որտեղ երիտասարդների հոսքն է մեծ, որտեղ մեծ աշխատանք է տարվում կրթության, մշակույթի, քաղաքի աշխուժացման։ Ձևափոխման և կահավորման ոճի շնորհիվ սպասարկման բաժինն ընդարձակվել է և այստեղ հնարավոր է ոչ բազմամարդ միջոցառումներ անցկացնել։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։